օրինակ ես ունեմ X եկամուտ, որը որ ինձ թույլ է տալիս լինել ապահովագրական համակարգի շահառու։ Ինչ որ X մարդը, ով որ ստանում է 200,000 դրամից քիչ աշխատավարձ, չունի այդ եկամուտը բնականաբար, չէ՞։ Զրկված է այդ հնարավորությունից։ Զրկված է ապահովագրությունից։ Հիմա ես ավելի բարձր եկամուտով ավելի շատ հնարավորություն ունեմ վճարովի ծառայությունից օգտվելու, թե այն մարդը, որ քիչ գումար է աշխատում։ Հասկանալի է, որ ես ունեմ ավելի մեծ հնարավորություն։ Իսկ հիմա Աստված տվողին է տալիս, սկզբունքով ենք առաջնորդվում եւ ով որ շատ փող ունի, իրան մի հատ է ապահովագրում ենք, մի հատ է կարող ենք, չգիտեմ, մերսող վարձել, որ աշխատավայրում ուսերը մերսի եւ այլն, իսկ ով որ գումար չունի, այդ մարդը, այսպես ասած, մնում է ինքը իր չնչին աշխատավարձը եւ իր առողջական խնդիրները, մնում է միայնակ այդ ամենի հետ։ Արդյոք դա սոցիալական արդարության վրա հիմնված համակարգ է դառնում։ Որտեղ սոցիալական արդարությունը նախատեսում է, որ ով որ շատ գումար է աշխատում, պետք է վճարի այն մարդկանց համար, ով որ քիչ գումար է աշխատում, չէ՞։ Ով որ ավելի առողջ է, պետք է վճարի այն մարդկանց համար, ով ավելի հիվանդ է։ Հիմա մենք վերցնում ենք մեծ աշխատավարձով մարդկանց, ասում ենք դուք ապրեք, օգտվեք, շատ լավ է։ Փոքր աշխատավարձով մարդկանց ասում ենք թե դուք ինչ, դուք էլ մի օգտվեք։ Այսինքն ես այդտեղ սոցիալական արդարություն անկեղծ ասած չեմ տեսնում եւ ես համարում եմ, որ մեր ժողովրդի մի շատ մեծ զանգված, այսպես ասած, դուրս է մնացել այդ ամենից։